Ողջույն սիրելիներ, շատ հեշտ խմորով պատրաստում ենք կարկանդակներ։ Օգտագործել եմ այստեղ 1 կիլոգրամ ալյուր, 1 ճաշի գդալ խմորիչ եւ ավելացնում եմ ալյուրի մյուս մասը։ 1 ճաշի գդալ աղ եմ ավելացնում եւ 1 լիտր գոլ ջուր։ Լավ խառնում ենք ձեռքերով, լավ հունցում ենք խմորը։ Ասեմ, որ 2 տեսակի կարկանդակ ենք պատրաստելու 2 միջուկով։ Միջուկներից մեկը կանենք հավի կրծքամսով գազարով, մյուսը կարտոֆիլով, սոխառածով։ Ընթացքում ավելացնում եմ նաև 1 սուրճի բաժակի չափ բուսական յուղ։ Մի լավ հունցելուց հետո խմորը թողնում ենք հանգստանա։ Այդ ընթացքում պատրաստենք շատ համեղ միջուկ, քերում եմ գազարը, այն պետք է տապակենք ձիթայուղի մեջ, սոխի եւ հավի կրծքամսի հետ միասին։ Հավի կրծքամիսը ես նախապես անպայման եփում եմ։ Հիմա մանրացնում ենք հավի կրծքամիսը եւ լցնում գազարի եւ սոխի վրա։ Տապակում ենք եւ ընթացքում ավելացնում ենք համեմունքներ, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ։ Կարտոֆիլով միջուկի համար եւս պատրաստում ենք սոխառած, սոխին ավելացնում ենք կարմիր պղպեղ, չորացրած կանաչիներ եւ ավելացնում ենք պյուրեի վրա, որը ես արդեն պատրաստել եմ։ Լավ խառնում ենք, ավելացնում ենք նաև թարմ կանաչի ու ստանում ենք համեղագույն միջուկը կարտոֆիլով կարկանդակի համար։ Մեր խմորը հասունացել է, վերցնում ենք փոքրիկ չափաբաժիններ, լցոնում ենք կարտոֆիլով եւ այսպես փաթաթում։ Կամ այնպես, ինչպես այստեղ եմ ցույց տալիս։ Խմորին հաղորդում ենք կարտոֆիլով կարկանդակի դասական տեսքը։ Տեղավորում ենք թավայի մեջ եւ պատրաստում մյուս միջուկով կարկանդակը, որը եւս շատ համով է ստացվում։ Արտաքինից տարբերելու համար ես այս մյուսին տալիս եմ այսպիսի տեսք, որ եւս շատ գեղեցիկ է։ Երեսին ձվի դեղնուց ենք քսում ավելի վառ գունեղ տեսք ունենալու համար եւ իհարկե կարող ենք նաեւ քունջուտ շաղ տալ, այդպես կարկանդակներն ավելի սիրուն տեսք կունենան։ Այնուհետև ուղարկում ենք եփվելու 200 աստիճանում։ Ես այս միջուկով փորձեցի նաեւ սառեցրած խմորով պատրաստել կարկանդակ, իհարկե սա ավելի արագ է լինում եւ սա նույնպես համեղ է։ Խմորի մեկ շերտը բաժանել եմ 6 մասի, քանի որ պետք է շատ փոքր չլինի։ Եվ գեղեցիկ տեսք ունենալու համար, ահա այսպիսի գծիկներ եմ անում։ Եվ քանի որ այս խմորը շատ ավելի շուտ է եփվում, ես սա առանձին եմ ուղարկում ջեռոց։ Այս դեպքում նույնպես երեսը ձվի դեղնուցով ենք պատում։ Ինչպես տեսնում եք, ես շատ առատ եմ լցոնել։ Ահա արդեն պատրաստի վերջնական գեղեցիկ տեսքը, բացի գեղեցիկ լինելուց, նրանք նաև շատ համեղ են ստացվում։ Փորձեք եւ չեք փոշմանի։ Բարի ախորժակ։